Մայր, բաց թողեք ինձ, մայրս դեռ ներսում է, անմխիթար լացով բղավում էր Նարեն իրենց այրվող տան դիմաց։ Պապա, շուտ վերադարձիր, տունն այրվում են, մայրիկը դեռ ներսում է։ Նա անկավ գետնին զանգահարելով հորը, ով լուրն առնելուն պես ողջ արագությամբ տուն շտապեց։ Մինչդեռ նրա մայրը Աննան քիթը փակած սողալով հասավ լոգարան ջրով թրջվելու համար։ Դողալով նա աղոթեց. «Տեր, ես շատ եմ վախենում, բայց վստահում եմ քեզ, իմ կյանքը հանձնում եմ քո ձեռքերին»։ Նա հիշեց Աստվածաշնչյան այն խոսքը, որն ասում է. «Երբ որ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, եւ գետերի միջով քեզ չեն ողողի, երբ որ կրակի միջով գնաս, չես այրվի, եւ բոցը քեզ չի լափի»։ Եսայիա 43:2։ Նրա սիրտը հանգստացավ։ Բոցերը գրեթե կլանել էին ամբողջ տունը։ Զարմանալին այն էր, որ կրակը հասավ մինչև լոգարանի դուռը, բայց բացարձակապես չվնասեց նրան։ Հանկարծ ապակիները շրխկացին ու կոտրվեցին, մոտակայքում աշխատող շինարարները ջարդեցին պատուհանը եւ փրկեցին Աննային։ Նա ողջ եւ առողջ է, եւ ընտանիքը միավորվում է գոհություն հայտնելու Աստծուն։ Թող բոլոր նրանք, ովքեր դիտում են այս տեսանյութը եւ նրանց ընտանիքները, հեռու մնան ամենաղետից ու դժբախտությունից, որովհետեւ Աստված նրանց հետ է։ Ցավոք ոչ ոք չի պատասխանում այս հարցին։ Կարևոր է արդյոք Աստված քո կյանքում։ Եթե այո, ապա մի ափսոսա քո ամենը եւ փոխանցիր այս տեսանյութն ավելի շատ մարդկանց, ովքեր Աստծո կարիքն ունեն։ Թող Աստված բոլորին խաղաղություն շնորհի։ Շնորհակալություն։ Եթե ցանկանում եք ուսումնասիրել Աստծո խոսքը, խնդրում ենք սեղմել իմ գլխավոր էջի WhatsApp-ի հղմանը Աստծո խոսքի ուսումնասիրության խմբին միանալու համար։